Իսլամաբադում Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, որոնք տևել են շուրջ 21-ից 25 ժամ, ավարտվել են առանց համաձայնագրի, խորացնելով տարածաշրջանային լարվածությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել, ընդգծելով, որ Վաշինգտոնը հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, սակայն Թեհրանը չի ընդունել դրանք։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է, որ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնում է ձեռք բերվել, սակայն 2-3 առանցքային թեմաների շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Բանակցությունների օրակարգում ընդգրկված են եղել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, միջուկային ծրագրերը, պատժամիջոցների վերացումը, պատերազմի փոխհատուցումները, նաև Իրանի դեմ եւ ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։ Իրանական պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը բանակցությունների ընթացքում առաջ է քաշել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններ, սակայն ամերիկյան կողմը չի կարողացել շահել Իրանի վստահությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ նշել է, որ Թեհրանը պատրաստ է հավասարակշռված եւ արդար գործարքի, եթե Վաշինգտոնը հարգի իրանական կողմի իրավունքներն ու շահերը։ Բանակցությունների ընթացքն ըստ որոշ աղբյուրների անցել է խիստ լարված մթնոլորտում։ Թուրք լրագրողի պնդմամբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև ստեղծված իրավիճակը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի։ Ըստ այդ հրապարակման լարվածությունը հասել է գագաթնակետին Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունների ձախողումից հետո իրավիճակը կտրուկ սրվել է նաև ծովային ուղղությամբ։ Բլումբերգի փոխանցմամբ երկու խոշոր նավեր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց, սակայն հետ են վերադարձել։ Ըստ հրապարակման երթուղիների փոփոխությունը տեղի է ունեցել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ավարտից եւ անորոշության խորացումից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը սկսում են Հորմուզի նեղուցով անցնող նավերի վերահսկման եւ շրջափակման գործընթացը, ընդգծելով, որ դրան կարող են միանալ նաև այլ երկրներ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է նաև ականազերծման եւ անվտանգության ապահովման գործողությունների։ Թրամփը միաժամանակ պնդել է, որ բանակցությունների հիմնական չլուծված հարցը մնացել է Իրանի միջուկային ծրագիրը եւ հայտարարել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի նոր միջոցներ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Ըստ նրա խոսքը նաև լազերային համակարգերի մասին է, որոնք ոչնչացնում եւ նույնիսկ հալեցնում են անօդաչուները։ Իրանն իր հերթին կոշտ արձագանք է տվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցում եւ նավերի ցանկացած մոտեցում այդ հատվածին կարժանանա կոշտ պատասխանի։ Միաժամանակ Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ ունեն եւ դիվանագիտական ուղին փակված չէ։ Ռազմական լարվածությունն աճում է նաև տարածաշրջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ձախողման ֆոնին Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում, իսկ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրահանգել է անցնել բարձր պատրաստվածության ռեժիմ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե մեկ տարի առաջ ասեր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր պետությունը մոտ 40 օր ուսուսի ու թեթևի կպայքարի Իսրայելի հետ ընդհանուր թշնամու դեմ, քչերը կհավատային դրան։ Նրա խոսքով այդ ամենը տեղի է ունեցել, որովհետև Իսրայելն է նախաձեռնել գործել ու հարձակվել։ Չնայած շարունակվող սրմանը, Թեհրանը պնդում է, որ բանակցային գործընթացը վերջնականապես չի փակվել, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ գլխավոր ռազմական կետը, որի շուրջ հակասությունները ոչ միայն չեն մեղմվում, այլև խորանում են տարածաշրջանում, ավելացնելով ավելի լայնամասշտաբ բախման վտանգը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։